Ամենալավ անասունն են իրենք եւ շատ սխալ են հասկացել հոտ ասվածը, հա? Չէ, եկեղեցական այդ բառապաշարով ժողովուրդը հավատացյալը հոտն է, բայց իրենք ուղիղ են հասկացել են, որ ժողովուրդը անասուն է, էշ է, ինչ որ կենթանի է։ Հասկանում եք, հոտը ուղիղ կերպով են հասկացել, որովհետեւ իրենք անասուն են, իսկական անասուն են, նրանք մարդ չեն, այսպես ասեմ ձեզ։ Եվ այդ վիրավորական արտահայտությունները, քաղաքացուն վերաբերվելու իրենց ձևը, իրենք այս մի անգամով չի որ էլի ցույց են տվել։ Այս ամբողջ ընթացքում մենք էլի փորձելով քաղաքական առումով պատասխաններ տան, մենք մեր քաղաքացիներին ցույց ենք տվել, բայց եւի այսպիսի մի սառը ցնցող էր պետք վերջնական հասկանալու համար ովքեր են այս մարդիկ։ Ու այս մարդկանց կողքը կանգնած քաղաքական գործիչները հատկապես պետքա բոլորը հիմա պատասխան տան, իրենք աջակցում էին Սրբազանին, Սրբապեիղձին, ներողություն եմ խնդրում, թե իրենք էլ են ապշած եւ իրենք չէին սպասում եւ քննադատում են այս ամեն ինչը։ Պետքա բոլորը, այդ որ այսօր այտենց դոշ էին ծեծում, պատճառներ էին ման գալիս արդարացնելու համար այս մարդուն, պետքա բոլորը հստակ պատասխան տան։ Իրենք ապշած են, քննադատում են եւ խորը հիասթափված են այս ոհմակից, ահաբեկիչներից, թե իրենք աջակցում են այս մարդուն։ Այլ տարբերակ չկա, կամ կլինի խորհրդարանական ընդդիմություն, թե արտախորհրդարանական ընդդիմություն։